Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVK-ի տաղավարում հյուրընկալել եմ քաղաքագետ Լիլիթ Դալաքյանին, բարև ձեզ, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Հայաստանում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ում դիմավորեցին բողոքի ցույցերով, հիշեցնելով այն բոլոր դժգոհությունները, որ Հայաստանի հայ ժողովուրդն ունի Ռուսաստանի հետ կապված։ Արադ Միրզոյանը հայտարարում է, որ մենք չենք պատրաստվում վերաֆորմատավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները, բայց նաև հիշեցնում է, որ անկյունակարային էր ջերմուկի իրադարձությունների ժամանակ Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի դիրքորոշումը եւ դա մեծ ազդեցություն ունեցավ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ում սառեցնելու հետ կապված, ինչ դիտարկումներ ունեք։ Դե իհարկե անկյունակարային էր, չնայած Հայաստանում ձայներ են հնչում եւ կարծեմ Լավրովն էլ պատասխանեց, որ մենք արձագանքել էինք, իհարկե մենք ցավակցության կարիք չունեինք կամ ուղղակի բարեկամական ժեստերի, հակառակը Ռուսաստանը այդ ժամանակ պաշտպանեց Ադրբեջանի այն թեզը, որ նորմալ է ունենալ այդպիսի կոնֆլիկտային իրավիճակ, սահմանազատում չի ունեցել, տեղի չի ունեցել, մենք չունենք սահմաններ, չէ՞, հայտնի արտահայտությունը Ռուսաստանի, որ երբ որ կավարտվի սահմանազատումը, այսինքն ըստ Ռուսաստանի դրամաբանության սովետական միության նախկին ոչ մի երկիր չունի վերջնական սահմանազատված տարածք, բոլորը կարող են բոլորի տարածքի վրա հարձակվել, մինչև մի 200 տարուց սահմանազատում կլինի։ Ընդհանուր առմամբ այս պայմանությամբ որքանով մենք ծանոթացանք, Արադ Միրզոյանը կարողացավ որոշ փաստարկներ հնչեցնել, որոնք շատ կարևոր են, հասկացնելով, որ կան կնճռոտ հարցեր հայ-ռուսական հարաբերությունում։ Ես միշտ դրա կողմնակիցն եմ, տեսեք, շատ հաճախ ասում են ինչի է Լավրովը եկել, մենք չենք կարող դռները փակել, ասել այլևս չգաս Հայաստան, դիվանագիտությունը այլ է, էմոցիաները այլ, բայց այսպիսի բաներ հարցեր պիտի տալ Ռուսաստանին, արդյոք դուք կկատարեք ձեր պարտավորությունները, հիմա Ադրբեջանը գտնվում է մեր տարածքում, խոսեցին ինքնորոշման իրավունքի, դրա մասին առանձին կխոսենք, այսինքն պետք է տալ հարցեր եւ ստանալ պատասխաններ, անհարմար իրավիճակում դնել, ինչը եւ Միրզոյանը կարեց Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավարին։ Մեր գործընկերները Լավրովին հիշեցրել են, որ վերջին պատերազմի ժամանակ նաեւ մեր զինվորները զոհվել են, այդ թվում նաեւ ռուսական զենքից, որը Ռուսաստանը մատակարարում էր Ադրբեջանին, ի պատասխան Լավրովը նշում է, որ 7 տարածքներն էլ ժամանակին Հայաստանը ազատագրել է ռուսական զենքի շնորհիվ եւ միշտ չէ, որ գործարքները ռուսական զենքի հետ կապված կարող են բոլորին դուր գալ։ Մենք այս դժգոհությունը տարիներ շարունակ կուտակել ենք մեր ներսում, բայց կարծես այսպես ուղիղ Լավրովին առաջին անգամ հնչեցվեց այսպիսի հարց, ինչ դիտարկումներ ունեք մանավանդ պատասխանի մասով։ Ես Արադ Միրզոյանի պատասխանը այդ հատվածով չեմ լսել։ Լավրովի պատասխանը։ Բայց Լավրովին կարելի է այսպես պատասխանել, նախ այդ ժամանակ Վլադիմիր Պուտինը չէր իշխանության, այն ժամանակ Ելցինի քաղաքականությունը հստակ էր Հարավային Կովկասում, գոնե Հայաստանը համարվում էր այդ ժամանակ առավել առաջնային Ռուսաստանի համար, դե որովհետև կար վտանգ, որ Ադրբեջանը Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի հետ կմերձենա, այսինքն Լավրովը, որ հայոմատություն է անում, դա Վլադիմիր Պուտինի քաղաքականության հետ որևէ կապ չունի, հակառակը Պուտինը 2010 թվականից արդեն սկսեց 2-3 անգամ ավել զինել Ադրբեջանին եւ նա միշտ անկեղծորեն ասում է, որ Հայաստանի բոլոր ղեկավարներին են ասել, որ Լեռնային Ղարաբաղի հարցում իրենք մեր դաշնակիցը չեն։ Դա ասաց նաեւ Նիբեզնյան ՄԱԿ-ում իրենց ներկայացուցիչը։ Ինչ վերաբերում է զենք վաճառելուն, այստեղ տարբերություն կա հարձակվողական զենքերի հետ։ Տեսեք, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան երբևիցե որպես Մինսկի խմբի համանախագահ երկրներ չեն վաճառել հարձակվողական զենք Ադրբեջանին։ Դա նորմալ չի, եթե դու կոնֆլիկտի կողմերի միջև մեդիատոր ես համարվում, միջնորդ դու չես կարող զենք վաճառել երկու կողմերին, խախտելով բալանսը, իսկ Ռուսաստանը դա համարում էր բիզնես, այստեղ էլ կային մարդիկ պաշտպանության նախկին նախարարներ, որոնք դա համարում էին բիզնես, այսինքն հարձակվողական զենք վաճառել մի երկրի, որը գիտես, որ հարձակվելու է քո դաշնակցի վրա, իմանալ, որ բալանսը ռազմական փոխվում է եւ պարզը չէ, Ադրբեջանի այդ զենքը Ռուսաստանի դեմ չի օգտագործել, դա այնուհետեւ է, ոնց որ հիմա ինչ ասեմ, Ամերիկան Պաղեստինին հարձակվողական զենք վաճառել, ասի ինչ անենք, Իսրայելն է մեր դաշնակիցն է, մենք էլ բիզնես ենք անում։ Այս պատասխանը պիտի այդպես հնչեր։ Իսկ ձեր կարծիքով մենք ընդհանրապես մեր հասարակությունը հասկացել է Ռուսաստանի քաղաքականությունն այս մասով, ինչ է արել Ռուսաստանը եւ ինչ նշանակալի դերակատարություն ունեցավ ի վերջո Արցախի հայաթափման, նաեւ պատերազմը այդպիսի ելքով ավարտելու հարցում։ Հասկացել է, որովհետև մենք այսօր տեսնում ենք, որ հարցումներ են եղել եւ արդար հարցումներ կողմնակալ կազմակերպությունների կողմից, որտեղ հայ ժողովուրդը Ռուսաստանին այլևս դաշնակից չի համարում կամ համարում է երրորդ հորիզոնա կամ չորրորդ, նույնիսկ սպառնալիք է համարում։ Այսինքն, եւ տեսեք Նիկոլ Փաշինյանը շատ հաճախ քննադատության է ենթարկվում, որ շարունակում է մնալ ԵՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ժողովրդի կողմից մի կողմ դեռ քաղաքագետները, այսինքն այո, հայ ժողովրդի գիտակցության մեջ տեղի ունեցել լուրջ փոփոխություն,
իդեպ դա պատմությունն էլ որ խոր ուսումնասիրում ես, նոր չի Ռուսաստանի քաղաքականությունը, այլ հարցը որ այդ միֆերը, որի դեմ Կոպերկինը նամակներ է գրում, միշտ այնպես են ներկայացվել, որ եթե Ռուսաստանը չլինի, մեզ կոչնչացնեն, բայց եթե խոր ուսումնասիրում ես, անկողմնակալ հասկանում ես, որ թուրքական, ադրբեջանական վտանգը շահարկելով Ռուսաստանը մշտապես օգտագործել է Հայաստանի տարածքը պատմականորեն 100 տարվա մեջ որպես մանրադրամ։ Իսկ արդարացի իշխանություններին մեղադրել են հարցում, որ տեսեք Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանությամբ չացրեց հայ-ռուսական հարաբերությունները, դրա համար մենք պարտվեցինք պատերազմում, երկրորդ նախագահն էր մի քանի օր առաջ հենց այս մասին խոսում։ Տեսեք, Լավրովը այս այցով շատ բացասական իրավիճակում է դրել վատ ընդդիմությանը։ Նա մի քանի փաստարկ հերքեց, որով ընդդիմությունը անընդհատ, որը բարձրաձայնում էր ընդդիմությունը, նախ որ Հայաստանը Ուկրաինայի ճանապարհով է գնում, ասաց Լավրովը, այդպիսի բան չկա։ Երկրորդ այն, որ շատ վատ են հարաբերությունները Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ եւ առաջ անգամ չի որ Լավրովը պատմականորեն շատ ջերմ եւ լավ է համարել հայ-ռուսական հարաբերությունները։ Խոսում են տնտեսությունից, համատեղ ծրագրերից, խորհրդակցություններից, այսինքն ես որևէ այստեղ քայլ եւ խոսք չեմ տեսնում Ռուսաստանի կողմից, որ Հայաստանը վատ գործընկեր է իրենց համար, այնպես որ ես Քոչարյանին կպատասխանեմ այդ ծեծված արտահայտություններին իրենց դաշնակից Լավրովի խոսքերին։ Այստեղ խոսվեց Ղարաբաղի մասին, այն մեղադրանքները Հայաստանին, որ Հայաստանը Պրահայում հրաժարվեց նաև Ռուսաստանի միջնորդությունից, Ադրբեջանը ճանաչեց Ղարաբաղի մաս, սակայն Արադ Միրզոյանն էլ հիշեցրեց, որ առաջինը հենց Ռուսաստանն է Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս, կուզեի ձեր դիտարկումները լսել եւ այս համատականները Կոսովոյի մասով նաև այդպիսի քննարկումներ։ Տեսեք, այս հարցը շատ զգայուն է Ռուսաստանի համար, որովհետեւ բացայց ստում է Ռուսաստանի արտգործնախարարը նախ Կոսովոյից, որ խոսեց 1244 ՄԱԿ-ի բանաձևից, ասելով դե մենք էլ ուրեմն Աբխազիան, Օսետիան կարող ենք ճանաչել։ Արևմուտքը Կոսովոն չի միացրել իրենց։ Արևմուտքը էթնիկ զտումից հետո, որ ապացուցված է տասնյակ հազարավոր զոհեր կան, կար դատավարություն Հաագայում, Միլոշևիչի դատը, պարզեցին, որ էթնիկ զտման փաստ է տեղի ունեցել եւ կրոնական պատկանելությունից հատկապես ելնելով մարդկանց ոչնչացրել են։ Դա որևէ նախադեպ չունի ոչ Աբխազիայի հետ, ոչ Օսետիայի, ոչ Ղրիմի։ Ղրիմում ռուսներին որևէ մեկը չէր ոչնչացնում։ Ղրիմի դեպքերը եղան անվանից հետո, որ Ուկրաինայում տեղի ունեցավ հեղափոխություն եւ ռուսամետ իշխանությանը Յանուկովիչին ուղղակի վտարեցին կոռումպացված։ Եթե ռուսներին Ուկրաինայում ոչնչացնում էին, ինչի՞ չեն հիմա ուկրաինացիները, ռուսները փողոց դուրս եկել Ուկրաինայում եւ ծաղիկներով, ինչպես Պուտինն էր սպասում, չդիմավորեցին իրեն։ Պարզ է, չէ՞ որ դա ընդհանրապես սուտ է, կամ Աբխազիայում, Օսետիայում ինչ էին անում։ Այո, Սաակաշվիլի քայլը սխալ էր, բայց այդտեղ էթնիկ զտման թեմա չկար։ Ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի, որ լիովին տեղավորվում է էթնիկ զտման կոնտեքստում միջազգայինանքի տեսանկյունից լրիվ Կոսովոյի նախադեպը տեղավորվում է, գիտեք, սա անհարգանք է մեր նկատմամբ, որ հայկական հարթակը օգտագործում է Լավրովը ստելու համար Ղրիմում իրենց քայլերի եւ այլ տարածաշրջաններում վերաբերյալ չխոսելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքից, մոռանալով, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 3 մշտական անդամներ բանակցությունների կողմ էին հանդիսանում, որևէ ֆորմատ չկա։ Այսինքն եւ այո շատ ճիշտ է Միրզոյանը պատասխանել Վլադիմիր Պուտինը դեռ պատերազմի ընթացքում ծավալուն հարցազրույց նվիրեց այն մասին, որ պատմականորեն Լեռնային Ղարաբաղը հանդիսացել է Ադրբեջանի մաս։ Այստեղ նույն Քոչարյանը շատ հաճախ շարքում են, ասում են, բա Փաշինյանը ճանաչեց։ Փաշինյանը դրանից ամիսներ անց է ճանաչել։ Փաշինյանը համաձայնվել էր միջանկյալ կարգավիճակին, համաձայնվել էր կարգավիճակը հետաձգելուն, հիշում եք Խովայևի պլանը, բայց ինչ եղավ հարցակում Հայաստանի վրա, եկանք առաջին հարցին։ Հայաստանի Ռուսաստանը չաջակցեց Հայաստան, այդ ժամանակ թույլ էր, նոր էր պատերազմը ավարտվել եւ Փաշինյանը գնաց Պրահա, որպեսզի կանգնեցնի Ադրբեջանի հարցակումը։ Եթե Ռուսաստանը իր պարտավորությունները կատարեր եւ կարող էր հաստատ Ադրբեջանի ստիպել հետ քաշվել Հայաստանի տարածքից, Հայաստանի ղեկավարը ստիպված չէր լինի այդ քայլին գնալ։ Այսինքն Ռուսաստանը իր մեղքը անդադ իր ռոպագանդիստներով բարթում է Հայաստանի վրա Արցախի հարցում, մոռանալով, ինչպես ասել է Միրզոյանը, որ առաջինը խախտելով Մինսկի խմբի բոլոր համաձայնությունները Ռուսաստանի ղեկավարն է ասել, որ Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի մաս։
Այսօր Հայաստանը ինչի է պետք Ռուսաստանի ձեր կարծիքով, ինչու եմ հարցնում, որովհետև ռուս լրագրողները օրինակ այստեղ նեղսրտած էին, որ Հայաստանը Եվրամիության անդամակցելու գործընթաց է սկսել, Արարատ Միրզոյանն ստիպված եղավ նշել, որ պաշտոնապես մենք չենք դիմել այս հարցի համար։ Այս հարցը ինչու է անհանգստացնում Ռուսաստանին, ինչու է Լավրովը նշում, որ մենք հետաքրքրված ենք, որ Հայաստանը ակտիվ մասնակցություն ունենա հապկում։ Եթե օրինակ Հայաստանը այսպես թույլ պետություն է, վատ շղարշի ներքո է ներկայացնում Հայաստանը, առանց Ռուսաստանի դուք ոչ մի բան եք եւ այլն, այս ռոպագանդիստական թեզերը։ Ես միշտ հերքել եմ այդ թեզերը, Հայաստանը շատ կարևոր է Ռուսաստանի համար, մի քանի պատճառներով, առաջինը Թուրքիայի վրա իրենց ազդեցության նպատակով Հայաստանում է գտնվում 102-րդ ռուսական ռազմաբազան, որը իհարկե միջոց է Ադրբեջանին եւ Թուրքիային հիշեցնել, որ եթե մեզ այդ հարաբերությունները ձեր լավ չլինի, մանրադրամ էլի, կարող ենք օգտագործել։ Օրինակ, իհարկե դա շատ քիչ հավանական է, բայց դե երկրորդը Հարավային Կովկասում միանգ մի ներկայությունն են, դա Հայաստանում է, եթե Հայաստանից դուրս եկավ իրենց ռազմաբազան, նախ Ռուսաստանի ազդեցությունն է կորում Հարավային Կովկասում, երկրորդը գալիս է Հյուսիսային Կովկասի խնդիրը, իսկ այնտեղ Թուրքիան ունի մեծ նպատակներ, պատմականորեն համարում է իր տարածքը Հյուսիսային Կովկասի երկրները, սա երկու։ Երրորդը տնտեսական այս ճանապարհները, որ նոր բացվում են, Ռուսաստանը ինչու է 9-րդ կետի վրա անընդհատ շեշտում կատարում, նա ցանկանում է վերահսկողություն սահմանել Չինաստանից Եվրոպա գնացող տարածաշրջանային կոմունիկացիաների նկատմամբ, որովհետև դրանց նպատակը Ռուսաստանը շրջանցելն էր, քանի որ Ռուսաստանը սանկցիոն երկիր է, Հնդկաստանն ու Չինաստանը այլ ճանապարհներ են փնտրում դեպի Եվրոպա, եւ Ռուսաստանը հենց ուզում է բանալին պահել իր ձեռքում։ Այլ հարցեր էլ կան, Ռուսաստանը շատ քիչ դաշնակիցներ ունի աշխարհում, եթե բուտաֆորիան փլուզվում է, հապկը քանդվում է, ԵՏՄ-ն քանդվում է, իր դաշնակիցները դուրս են գալիս եւ Հայաստանին դուրս գալը, ես կարծում եմ էֆեկտ կունենա նաեւ օրինակ Ղազախստանի վրա, որովհետեւ Ղազախստանում էլ են շատ ձայներ հնչում, որ սա արհեստական կառույց է, միջինասիական երկրներն Թուրքիայի եւ Չինաստանի հետ ունեն պատմական շատ խորը հարաբերություններ, այսինքն Հայաստանի քաղաքականությունը Ռուսաստանի հետ շատ կարեւոր է Ռուսաստանի համար, թվում է փոքր երկիր է, բայց շատ կարեւոր է։ Եվ դրա համար էին այսպես ամեն գնով փորձում Փաշինյանի ներկայությունը նաև ապահովել այդ միջոցառումներին, Լավրովն էլ շնորհակալություն հայտնեց, որ միանշանակ իմիջի տեսանկյունից նաև այլ հարց է, որ եթե մենք չենք գնում դեպի Եվրամիություն, ինչ նպատակ ուներ այդպես տոնել, որ օրենք ենք ընդունել, որ գնում ենք Եվրամիություն։ Դա էլ եմ սխալ համարում, ավելի լավ է չգրգռել ավելոտ Ռուսաստան, եթե պատրաստ չես։ Իսկ ձեր կարծիքով կխորանա այս նախաձեռնությունը, թե միայն ազգային ժողովում ընդունված այդ օրենքով կսահմանափակվենք։ Կարծում եմ, դա կախված է միջազգային հարաբերություններից, միջազգային իրավիճակից։ Նիկոլ Փաշինյանը սպասում է, տեսնի Ռուսաստանի դիրքերը արդյոք թուլանում են Ուկրաինայում, որտեղ եթե թուլանան Հարավային Կովկասում նա չի կարող այլևս ագրեսիվ քաղաքականություն վարել եւ Փաշինյանը կանի այն, ինչ ասեց, երազում եմ վաղն էլ դառնալ Եվրամիության անդամ։ Այլ հարցը արդյոք այդ ժամանակ մեզ կընդունի արդեն Եվրամիությունը, որովհետեւ Եվրամիություն-Ռուսաստան հարաբերությունները աննախադեպ սրվում են, գալու է ժամանակ, որ Հայաստանին կանգնեցնելու են ընտրության առջև։ Այլևս չեն կարողանալու։ Իհարկե դա ես ճիշտ եմ համարում դիվերսիֆիկացումը, բայց երբ որ աշխարհում սև սպիտակ է, ինչպես ներքաղաքական դաշտում կարող է քեզ կանգնեցնել, ինչ որ ընտրության առջև հակառակ բաղավ կասեն չենք աջակցել ձեզ ֆինանսապես։ Օրինակ Կայա Կալասը ասաց չեմ ողջունում, չէ, Հայաստանի ներկայությունը։ Իսկ եթե Ռուսաստանը կարողանա սարսել իրավիճակը Ուկրաինայում իրեն ձեռնտու ձևով եւ թեքվի Հարավային Կովկաս, Փաշինյանը միշտ էլ կարող է ասել, ես չեմ գնում Եվրամիություն, Պապոյանն ասում է, ԵՏՄ-ն է մեր դաշնակիցը, խաղում է Փաշինյանը, բայց այդ խաղից բացի ռետորական մակարդակով ես միշտ ասել եմ, ամեն ինչ պետք է անել առավել արագ Ռուսաստանից հեռվանալու նպատակով եւ ռազմական դաշտում եւ տնտեսական։ Մենք փոքր երկիր ենք, այդ դիվերսիֆիկացումը հաստատ կարող ենք ապահովել։ Արարատ Միրզոյանի ռետորաբանությունն այսօր բավականին տարբերվում է նախկին հայտարարություններից, ոչ միայն իր, ընդհանրապես պաշտոնական Երևանի, ընդհանրապես մեկ նախադասություն մեջ բերեմ, ժողովրդավարության պտուղները միշտ չէ, որ կարող են ձեր ականջին հաջող լինել։ Լավրովի հետ համատեղ ասուլիսում հնչեց այս միտքը, ձեր կարծիքով Հայաստանը Եվրոպայից ամեն դեպքում որոշակի երաշխիքներ ստանում է։ Որ այսպես է խոսում, ես չգիտեմ Եվրոպայից ստանում է թե ոչ, դա ներքին բանակցություններ կուլիսային չեմ կարող այդպես ասել, բայց Հայաստանի ղեկավարությունը հասկացել որ կորցնելու ոչինչ չունի։ Եթե մենք այն ժամանակ ամեն ինչ անում էինք, ինչպես Ռուսաստանն էր ցանկանում, բայց մեկը հարձակվեցին մեզ վրա, արձագանք չեղավ, Լեռնային Ղարաբաղը նվիրեցին Ադրբեջանին, մենք էլ ինչ ունենք կորցնելու, այսպես խոսենք։ Այսինքն լավ է, վատ է, կասենք ինչ կա։
Գուցե հարգվի եւ այո, այդպես է, տեսնում եք ինչպես են Ալիևին գնահատում։ Մարիա Զախարովային հարցնում ես, ասում ես չեկավ, ձեզ վիրավորեց, ասում են ամեն ստրատեգիական դաշնակիցն է։ Այո, եւ ես նկատում եմ ամեն անգամ Լավրովին, երբ Միրզոյանը այսպեսի պատասխաններ է տալիս Մոսկվայում էլի դեպ վերջին այցի ժամանակ Լավրովը չկմեղանում է, արդեն սկսում է արդանալ, մեր դաշնակիցը։ Այսպես դիվանագիտության մեջ կարևոր է տալ հարցեր, ես միշտ ասում եմ, որոնք վատ իրավիճակում են դնում եւ Լավրովը չի կարող ամբողջ աշխարհի երեսին կանգնել ստել։ Իհարկե ստում էլ է, բայց այդքանից հետո ինչ պիտի պատասխանի Միրզոյանը։ Իսկ այն որ Ռուսաստանը իհարկե հաճելի չի ժողովրդավարությունը, իրենց ավելի հաճելի են Ալիևի, Էրդողանի, Լուկաշենկոյի պես լիդերները, բայց ժամանակներն անցել են, որ Ռուսաստանն է որոշում միայն հարավային Կովկասում քաղաքականությունը եւ սա մեր համար այո, առիթ է ստեղծում Եվրոպային առավել շատ ներգրավել, մանավանդ Եվրոպան կցանկանա Ռուսաստանին դուրս մղել այստեղից։ Տրամպն է խոսում հայ-ամերիկյան համագործակցությունից։ Մենք ունենք լայն սպեկտր աշխատելու, միևնույն ժամանակ պետք է չմոռանանք, որ նաեւ դա ռիսկեր է պարունակում։ Անվտանգային նկատի ունեք։ Եվ անվտանգային, եւ հիբրիդ, եւ տնտեսական, որովհետեւ Ռուսաստանը երբեք հանգիստ չի հեռանա տարածաշրջանից։ Բայց նաեւ ասում է Հայաստանի ուկրաինացումը հնարավոր չէ, ինչ ուկրաինացման մասին է խոսքը Լավրովը, երբ այստեղ մեր լեզուն հարգում են, մեր մշակույթը հարգում են, երևի նաեւ մտքում ասել է մեր ալիքները չեն անջատում այստեղ ինչպես մյուս երկրները։ Դե տողատակ կա, ուզում եմ ասի, որ չհարգեք, վտանգը կա։ Դա սա քար են նետում էլի, եմ ասում Ռոբերտ Քոչարյանի Բոստանը եւ նախկին իշխանությունների, որոնք ասում են, որ Հայաստանը գնում է ուկրաինացման ճանապարհով։ Իհարկե Լավրովը անկեղծ չի, դիվանագիտությունը մնում է դիվանագիտություն։ Իհարկե Լավրովը ցանկանում է օգտագործել նախկին իշխանություններին Ռուսաստանը անկայունություն հրահրելու համար եւ դա էլ անում է, ցանկանում է օգտագործել սրբազաններին, որպեսզի ասեն մեր սահմանը այնտեղ է, որտեղ զինվորն է կանգնած, չես հասկանում, այսինքն որ պատերազմ լինի, մեր զինվորը Երևանում կանգնի, ավարտվում է, Երևանն է դառնում մեր սահմանը, այսինքն Ռուսաստանին պետք չի Փաշինյանին հեռացնել, Ռուսաստանը չի էլ կարող Փաշինյանին հիմա հեռացնել, Փաշինյանը որևէ կարմիր գիծ չի խախտում Ռուսաստանի հետ, բայց այն որ Պուտինը ամեն ինչ պիտի անի, որ Հայաստանը չզբաղվի իր ներքին խնդիրներով, Հայաստանը չզարգանա, Հայաստանը իր անվտանգությունը չի դիվերսիֆիկացնի եւ ներքին էս անկայուն հիբրիդ գործիքները օգտագործելու են, դա միանշանակ է, բայց որ Լավրովը չէր ասի, մենք ենք ասել, որ Քոչարյանը այդտեղ խոսի եւ Ուկրաինայի օրինակը բերի։ Իսկ Քոչարյանի ամբողջ այդ ասուլիսը իր սեփական լրատվամիջոցներին ինչի մասին էր ձեր կարծիքով մանավանդ Ռուսաստանի հետ կապված շեշտադրումները, երբ մենք կարելի ասել նախընտրական շրջանում ենք արդեն ջուր օգնության խնդրանքեր քիչ էր ելնելով պատի նկարներից քիչ էր, որովհետև Քոչարյանը չի ուզում անկարևոր դառնալ, հասկանում եք Պուտինի համար, ինչու, որովհետև Քոչարյանը գիտի, որ երբեք հայրենի շրջանում չի ունեցել հեղինակություն, չի ընտրվել ոչ Արցախում ի դեպ, ոչ Հայաստանում, նույնիսկ Սահմանադրական դատարանը վստահության հարակվեր սահմանել, քանի որ այնքան շատ էին կեղծիքները, նույնիսկ Գայիկ Հարությունյանը չկարողացավ ասել, որ ընտրությունները արդար են անցել։ Եվ այս մարդը հեղինակության կորստի մասին չի մտածում։ Մեկ հոգի ավել հայհոյի թե պակաս, ի դեպ վիրավորանքը չեմ ընդունում, քննադատի լավ։ Իր համար կարևոր չի, բայց իր միլիարդները, հիմա ասում են միլիոնները կարևոր չի։ Գողոնը հիմնականում գտնվում է Ռուսաստանում, ակտիվները, սիստեման, այսինքն նա կախված է Պուտինից, եւ եթե Պուտինի համար նա դառնա անհետաքրքիր, անօգտակար, կարող է հայտնվի այնտեղ, որտեղ գտնվում էր, հետո ստիպված հանեցին Պուտինի զանգից հետո, այնպես որ Քոչարյանը ամեն ինչ պիտի անի Ռուսաստանի ուշադրությունը իր վրա պահելու համար, բայց քանի որ ինքը քաղաքական որևէ կապիտալ չունի, Ռուսաստանին նա ձեռնտու չի։ Այն առումով, որ վարկաբեկված է, Ռուսաստանը տեղից հեղինակություն չունի Հայաստանում, որքանով են իրենց ձեռնտու Քոչարյանին աջակցելը, այն էլ հրապարակայինորեն, դրա համար Պուտինը հրապարակային մակարդակով երբեք չի խոսում աջակցության մասին, կուզենար, բայց դե ցանկությունը եւ իրականությունը տարբեր են։ Այդ դեպքում ուրիշ գործիչների վրա կլինեն խաղադրույքները, այստեղ ճիշտ ասած շատ են այդպիսիք, ովքեր ցանկացողները այո իհարկե դե միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք նյութական շահագրգռվածությունից ելնելով կամ քաղաքական որևէ ապագա չունենալով, հասկանալով որ չունեն, զանգում են նրանից ձայն են խնդրում, հա, ուզեն որ Ռուսաստանը իրենց վրա ուշադրություն դարձնի։ Ուղղակի իրենց ցավը այն է, որ Ռուսաստանը այսօր, ինչպես մենք խոսենք, չունի այն հեղինակությունը Հայաստանում, որ ուներ մինչ այդ։ Պատկերացնեք, ասենք 10 տարի առաջ Պուտինը մեկին աջակցեր, նա ընտրված էր համարվելու որպես արդեն վարչապետ։ Հիմա
Հիմա դա հակառակ էֆեկտն է ունենում, ժողովուրդը արդեն սկսում է նյարդայնանալ, ասում է դու ռուսամետ ես, այսինքն հայ ժողովրդի տեսակետի փոփոխությունը Ռուսաստանի հանդեպ չեզոքացրել է այն վտանգը, որ եթե Պուտինը Քոչարյանին շատ է սիրում, ուրեմն Քոչարյանը ընտրված է, այնպես որ ես խորհուրդ կտամ այդ մարդկանց, որոնք իրոք Ռուսաստանի հետ կապեր ունեն, դրա մասին շատ չբարձրաձայնել քաղաքական կապիտալ ունենալու նպատակով։ Այսինքն անցել են այն ժամանակները, որ ինչ որ մեկը գաս ես Մոսկվայի տեխնացուն եմ, ինձ Պուտինն է աջակցում ու այսպես միանշանակ, հենց ունեն Քոչարյանի հանդեպ ռեակցիան, չէ՞։ Նկատել եք, իհարկե հումոր է, բայց իրականությունն է, Ռոբերտ Քոչարյանը բոլորի համար դարձել է հեղինակության աղբյուր, երբ որ իրենք քննադատում են, այդ մարդու դիտումները ավելանում են, ռեյտինգը ավելանում է, այսինքն արդեն սա ցույց է տալիս, որ չի կարելի եւ Քոչարյանի տեսանկյունից եմ սխալ համարում, եթե դու ուզում ես քաղաքականությամբ զբաղվել, պետք է այդքան կողմնակալ չերևաս, թեկուզ ձևի համար մի երկու բաներ Ռուսաստանին ասա, մարդիկ նյարդայնանում են, չի կարելի այսպես, օրինակ Սերժ Սարգսյանը տենց հա չէ խաղում, Շարմազանովին ասում է գնա Ռուսաստան, Մամիջարյանին ասում է քննադատի Ռուսաստանին, այսինքն պետք է պահել էլի այդ բալանսը, Ռոբերտ Քոչարյանը ինչպես ինքն է ասում, այդպես էլ քաղաքական գործիչ չդարձավ։ Իսկ լուրջ են Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի հակասությունները ձեր կարծիքով, վերջին այսպես ասուլիսի ընթացքում էլ որոշակի դժգոհություններ լսեցինք Քոչարյանի կողմից։ Ես երևի առաջիններից եմ ով խոսել այդ հակասությունների մասին, ոչ թե որովհետև նոր եմ լսել, այլ որոշ չափով տեղեկացված եմ դեռ 12-13 թվականից, երբ Քոչարյանը ուզում էր հետ վերադառնալ Մեդվեդև-Պուտինը տրակիրովկայի նման, դրանից հետո Օսկանյան, Ծառուկյան դաշնակցություն հիշում եք այդ շարժումը, այսինքն Սերժ Սարգսյանը ամեն ինչ անում էր, որ Քոչարյանը հետ չվերադառնա երրորդ ժամկետի, այսպես ասենք։ Դրանից հետո մենք գիտենք Քոչարյանի նամակը, որտեղ նա գովում էր Փաշինյանին, հասկացնելով, որ մեղավորը Սարգսյանն էր, որ ուզում էր սանացությունը փոխել, Շարմազանովը կարդաց, չէ, եւ գնալ երրորդ ժամկետի որպես վարչապետ։ Այսինքն այդ հակասությունները 3 չեն առաջացել, եւ ամբողջ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին հիշում եք, կսմթում էր քոչարյանական մամուլը։ Սերժ Սարգսյանն էլ հասկացնում էր, որ մարտի 1-ը դու արեցիր, գցեցիր իմ գրպանը, վերջերս Մարգարիտ Եսայանն էլ նույնիսկ պարզ ասեց, չէ, ասեց մարտի 1-ը նվիրեց Սերժ Սարգսյանին, այսինքն այդ հակասությունների մասին իրենք ամեն օր խոսում են, այլ հարց է, որ երբ որ վտանգը ընդհանուր է, գույքին է, անցյալին է, հանցագործ կամ Պուտինն է արդեն իրենց ասում մի հատ հավաքվեք ուշադրություն, իրենք միանում են, բայց այն որ իրենք իրանց համար էլ ընդունելի չեն իրար համար, ակնհայտ է, հենց մեկը եթե Քոչարյանը կասկածում է, որ Փաշինյանի Սերժ Սարգսյանն է բերել իշխանության, որը իրեն բանտարկել է, որքանով է նա Սերժ Սարգսյանին վստահում, կարող է Սերժ Սարգսյանը գա նորից իրեն բանտարկի, չէ, ինքը չի վստահում Սերժ Սարգսյանին։ Բայց այդ հակասությունները ձեր խոսքից կարելի է ընդհանրել այնքան խորը չեն, որ բանաժաշտ լինի 26-ին Նիկոլ Փաշինյանին տապալել, իրենք չեն միավորվի Գյումրիի օրինակով։ Դա կախված է արտաքին կուրատորից։ Իհարկե Սերժ Սարգսյանը, այո, փորձում է խաղալ նաև Արևմուտքի հետ, ԵԺԿ-ի, Չինաստանի, բայց քանի որ ինքն էլ վարկաբեկված է, ԵԺԿ-ն իր վրա ուշադրություն չի դարձնում, Սին Ձինպինն կարծում չի կարդացել իր նամակը, այսինքն ստիպված Սերժ Սարգսյանը Քոչարյանի պես սիրուց ելնելով չի Պուտինի հետ համագործակցում, քանի որ երկուսն էլ վարկաբեկված են, երկուսն էլ ունեն գողոն, իրենք ենթարկվում են Պուտինին։ Դրա համար եթե Պուտինը գտնի, որ 26-ին պետք է միավորվել, կմիավորվեն։ Իսկ եթե ոչ, էլի եմ ասում, Փաշինյանը որևէ կերպ չխանգարի Վլադիմիր Պուտինի կարմիր գծերը չհատի եւ զգույշ լինի, իրենց միավորվելը Պուտինի համար առօրյական խնդիր չի այժմ էական։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ իմ հյուրը քաղաքագետ Լիլիթ Դալաքյանն է։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։